Շատ ուրախ եմ, ձեր թիմին շատ շնորհակալություն։ Շատ լավ։ Առողջություն ձեզ։ Բարի եղբայր։ Սամվել անունս պարոն Փաշինյան։ Շինարար եմ։ Ունենք շատ մեծ խնդիր։ Որն է։ Անօրինական այդ էմիգրանտները, ներգաղթածները, արաբները, հնդիկները։ Ինչ խնդիր է։ Հայերին գործից հանում են տեխնիկապես, աշխատավարձը նրանց քիչ են տալի։ Ինչքան են տալիս։ Ասենք արաբները ու հնդիկները 10-ից 12-ով աշխատում են 10-ից 12-ի 1000 դրամ օրական։ Օրական։ Օրական, նրանց տալիս են։ Դե մենք ավելի հմուտ ենք, ավելի արհեստավարժ ենք, մեզ չեն տալիս, սպասեք, կկանչենք, սպասեք, կկանչենք։ Կոնկրետ ինչ արհեստ ավորեք։ Ես մեր լեզվով արմատուրշիկ, ամրանագործ։ Ու հյուսն, մեկ է պլոտիկ։ Մենք աշխատել ենք Լենինգրադյան փողոցի վրա նորակառույցներում։ Ընդեղից մեզ Ինչքան ժամանակավոր աշխատանք չունեք։ Հիմա ունեմ, բայց խոսքը մենակ իմ մասին չէ, էգոիստ չլինենք, հա, իմ մասին չէ, մենակ խոսքը ընկերներ ունեն, որ հիմա տան նստածեն։ Շատ լավ։ Ես դիմել եմ հարկադիրին, աշխատանքի հարցը լսեցիք, պարոն Թորոսյան։ Դա այդ երկու կողմն է կա, պարոն։ Կարիք աշխատուժի, որ գալիս են այդտեղ։ Կարիք, եթե Եվ նաև ստեղի քաղաքացիները, որոնք որ կամ շատերը ուզում են, բայց ավելի բարձր։ Եվ նաև ինքնարժեքի խնդիրը կա։ նայեք, 60-ից 70 հենց հիմա նամակը մոտս եմ, մայլով դիմել եմ հարկադիրին, հարկայինին, ասել եմ ստեղ սենց բան կա։ Շատ լավ, եկեք հիմա պտտվենք։ Պտտվեցինք։ Դուք իմ տեղն եք, ես ձեր տեղն եմ, ես ձեզ այդ հարցով ասում եմ։ Դուք կամ հիմա կամ հետո ինչ որոշում կկայացնեիք։ Դե տես մի անգամից պարզ է, դուք բոլոր խնդիրներին չեք Չէ, կարող նկատի ունեմ, ինչ եք ակնկալում, որ ես անեմ։ Ակնկալեմ գոնե ստիպեք գործատուներին, գոնե գրանցեն, առանց գրանցվել են աշխատում, դա պետությանն էլ է վնաս, չէ՞։ Այդ ճիշտ է։ Առանց գրանցվել ես 100% Ձեր ասածը ոչ մի բանավեճի, առարկության, 100% Եթե իրանց գրանցեն, հարկերը վճարեն, միանշանակ ճիշտ է։ կգա իրանց գումարը կկանգնի մեր ուզած գումարին։ Լրիվ 100% ճիշտ է։ Կանոն նամակները ցույց տան, ձևական կներեք մինչև վերջ ասեմ, այնքան լծված եմ դատախազությունից, հարկայինից, ուր ասեք բոլոր նամակները մոտս հարկայինից զանգեցին, ձևական հանդիպեցին, բերեցի ցույց տվեցի, ասում ախի Հայաստանում այսքան արաբ ու հնդիկ կա, իրանք էլ էին զարմացել։ Բայց եկեք ազգությունների անունները նենց դրանց են տեսել, չէ, ես շովինիստ չեմ, ես հարգալից խոսանք ամեն դեպքում։ Իմ ընկերներն են, ես իրանց հետ ընկերությունը մերություն են եկել իրան։ Հա, շատ լավ։ Ես հնդիկ ընկերներ ունեմ այնտեղ, բայց որ իրանց Բայց չեն նեղվում, որտե՞ց։ Իրանք չգիտեն, իրանք էլ Այմա կիմանան, եթե ես չեմ վախենում, նամակները բոլորը մոտս է։ Եկան ձևական օպերները տարա ցույց տվեցի, բավարար, միջոցներ ենք ձեռնարկում, օպերացիա ենք անելու ու կորան։ Զանգեցի ասի, բա դուք եկել եք, տարա երկու էլ գործի չգնա, ձեզ ցույց տվեցի։ Դա մենք ենք որոշում երբ անենք։ Այս մարդկանց մեծ մասը աշխատանքային թույլտվությամբ չի եկել Հայաստան, որպես տուրիստ եկել մնացել։ 90%-ը։ Հիմա մենք փոխում ենք օրենսդրությունը, որպեսզի իրանք հեշտ ստանան թույլտվությունը, մգնեն դրանով զբաղվում, որպեսզի միանգամից օրինական հիմքերով գան եւ հարկերը, որտեղ գործը չի կարող։ Այսինքն մենք ձեր ասած այդ ահազանգերի հետևից որ գնացել ենք, ինչ ենք բարձել։ Բարձել ենք, որ շատ դեպքերում օտարերկրացիների աշխատանքի թույլտվություն ստանալու բարդություններն են պատճառը, գործատուն ոչ թե չի ուզում գրանցի, այլ օրենսդրությամբ ինքը պետքա աշխատողը նախ թույլտվություն ստանա, նոր գրանցի։ Հիմա պարոն Թորոսյանն ասում է մենք գնում ենք աշխատանքի թույլտվություն ստանալու կարգերը հեշտացնենք, որ այն գործատուները, որ այդ պատճառով չեն գրանցում, կարողանան գրանցել։ Իմ խնդիրը ես չեմ ցանկանում, որ դուք իրան գրանցեք կամ չգրանցեք, իմ խնդիրն է, որ նենց անեք գոնե մեր քաղաքացիների աշխատանքը ապահովեք, նոր մնացածին, դա տրամաբանական է, ինչ որ օրենք պետք է լինի, չէ՞, սկզբից քոնի Հարգելիս։ Չէ, տրամաբանական է։ Ասեք թող իրան գան աշխատեն, մենք չաշխատենք։ Եթե իրենք ստվերից դուրս գան, իրենց աշխատավարձերն կբարձրանան, մրցունակ կլինի։ Այո։ Դա մեկն է, ձևերից մեկն է։ Դրսում աշխատող Ձևերից մեկն է։ Հարգելիս տեսեք, այդ երբ որ մենք այդ ուղղությամբ ամեն ինչը բալանսի վրա է։ Շինարարական համայնքի ներդրողները հավաքվում են գալիս, ասում են հիմա որ դուք այդ միջոցները ձեռնարկում եք, մեր մոտ աշխատավարձերը կներեք ուռում են եւ մեր ընկերությունները չեն կարողանում աշխատել, սնանկանալու են եւ հիմա եթե դուք ուզում եք
100 հատ աշխատատեղ բացեք մեր քաղաքացիների համար, այդ ճանապարհով որ մեր վրա ճնշում գործադրեք, հազարավոր աշխատատեղեր մեր քաղաքացիների համար փակվելու են, որովհետև մենք այդքան չենք կարողանալու պահենք եւ սնանկանալու։ Չեմ հասկանում տրավաբանությունը, եթե մեր համար աշխատանք բացեն, իրանց աշխատատեղերը տեսեք։ Դրսից եկած աշխատուժը ձեր ասածով էլ ավելի էժան է։ Այո։ Եթե խոսում ենք մեծ շինարարական կամպանիաների մասին, մենք պետք է հասկանանք, որ խոսքը ոչ թե 1, 2, 3, 4, այլ հարյուրավոր, երբեմն հազարավոր աշխատողների մասին է։ Այդ հազարավոր աշխատողների դեպքում 5000 դրամ էսկոմենկոմը մի ընկերության համար բյուջեում տարեկան դառնում է շատ էական տող։ Հիմա իրանք ասում են, մենք տեղացիներին էլ ենք ընդունում, դրսեցիներին էլ ենք ընդունում, ընենց որ տեղավորվենք մեր բյուջեի մոտ։ Հիմա երբ որ դուք ձեր ազգանունն ինչ է։ Առաքելյան։ Պարոն Առաքելյանի եւ մյուսների հորդորով փակում եք դրսից եկող էժան աշխատուժի ճանապարհը, մենք ստիպված մեր աշխատավարձային ֆոնդը բարձրանում է եւ մենք մեր բյուջետային լիմիտներից դուրս ենք գալիս եւ մեր ընկերությունները կանգնում են սնանկության խնդրի առաջ։ Հիմա ինչ որ հա տերմիններով ես չեմ հասկանում, ասենք այդ տերմինների մեծ մասը, հա։ Մենակ գինը չի։ Այդ մարդիկ պարզապես չեն ունենա աշխատող։ Այդ 50000, 40-ից 50000։ Եվ էլ չեմ ասում, որ ներողություն։ Էլ չեմ ասում, որ այսօր Պարոն Առաքելյան, մի րոպե էլի։ Էլ չեմ ասում, որ այսօր հազարավոր թափուր աշխատատեղեր կան, հազարավոր։ Հիմա օրինակ երեք ցանկ մեր պետական պարոն Խուդացյան, մենք շինհրապարակներում աշխատուժի խնդիր ունենք, թե չունենք։ Բոլոր շինարարները Հիմա կարող եք ձեր ընկերների կոորդինատները տան, փորձենք մի շաբաթվա մեջ, եթե չընդունենք, չկարողանանք իրանց կոնկրետ շինարարության մեջ աշխատանք առաջարկել, զանգենք ձեզ ասենք դուք ճիշտ եք ասում։ Հենց հիմա ինձ տեղավորեք, ես իմ կոորդինատները թողեմ ինձ տեղավորեք։ Բայց աշխատանք ունեն։ Նայեք, հիմա այս աշխատում 10000 դրամ որական։ Ինչ եք աշխատում 10000 դրամ։ Ինչքանով եք ուզում աշխատեք, բա։ Միջինգինը գոնե 13-ից 14000 գոնե, որ դու դա պատկերացնում եք, ինչ աշխատանք։ Ձեր կոորդինատը հələ տվեք, տենան կարողանանք ձեզ տեղավորել։ Տվեք, պարոն Իսախանյան։ Գրած չունեմ։ Մի հատ իր հեռախոսի համարը վերցրեք, կփոխանցեք պարոն Խուդացյանին։ Պարոն Խուդացյան, բայց հետո հրապարակային պետք է այս հարցին պատասխանենք։ Կարողացանք ձեր ընտրական հանձնաժողովի նախագահ եմ լինելու ես։ Գոնե անդամ, ես արդեն նենցա որ Բայց մի հատ էլ աշխատատեղ է տա, Հա դա մի օր ասենք 2000-ը ստացա, 3 գրեք, կփոխանցեք պարոն Խուդացյանին։ 12000-ը նորմալ է։ Դե նորմալ է, նայեք, հիմա 10-ով եմ աշխատում, երի նորմալ է, քանի Մեծ հետաքրքիր է, մենք ինչ պետք է անենք գործողությունը, պետք է շուկան ուսումնասիրենք։ Այո, շուկան Եվ տեսնենք ձեր ուզած աշխատանք այսօր մեր բազաներում թափուր կա թե չկա։ Հենց որ տենան կա, ձեզ զանգենք, ասենք ստեղ կա։ Բայց խոսքը մենակ իմ մասին, Լավ, բայց ես իմ մասին օրինակի վրա։ Տեսնենք ձեզ, եթե ձեզ համար կա, հետո ձեր ընկերոջ, մյուս ընկերոջ։ Շատ լավ, բարեկամներով, բարեկամներով հստակ եք։ Սպասեք մի հատ էլ ես նկարում, դեսքան զրուցեցինք։ Դեսքան զրուցեցինք, մի հատ էլ ես դες սրանից նվիրեմ, եթե դեմ չեք։ Առաքելյան ձեր անունը Սամվել։ Սամարը 094 Մերսի։ Ինչ անունը։ 44 Ինչով ես բանում։ Կլարնետ եմ նվագում։ Ահա շատ ապրես։ Լավ ես, ինչքան ես պարապում օրական։ 2 ժամից ավելի։ Շատ ապրես, շատ ապրես։ Խնդրեմ կնկարեք հեռախոսով։ Բարև եղբայր։ Նկարվենք պարոն Վարդապետ։ Հաճույքով, այսքան կարևոր խոսակցությունից հետո ոնց չնկարվենք, սենց անենք, որ էս էլ երևա։ Ուրախ եմ, պարոն Առաքելյան։ Ու դա շատ կարևոր խնդիր է, պարոն Փաշինյան։ Միանշանակ, Հիմնովին պետք է լուծի, որտեղ իմ համար լուծում։ Եկեք հələ կոնկրետ այս թելի ծայրը բռնենք, կծկենք, հələ տեսնենք։ Շնորհակալություն։ Իհարկե։ Իրական Բարև ձեզ։ Հաճույքով։ Մի հատ երեխեքը առաջնահերթություն ունի։ Ինչ անունդ։ Մարիա Ապրես Մարիա ջան։ Բանն ինչ է։ Արմեն Ապրես Արմեն։ Երազան սովորում են մեր։ Վայ շատ ապրեք, շատ ապրեք։ Տեսակ ինչ ծավալ ավելացիկ կարեք։ Սրտի կարեք մի հատ։ Էս ինչ է, այնոր էս էլ է։ Այնոր վայն երեխեն էլ է սենց ան։ Հա։ Սենց։
Դեք ժիրի լույս։ Ես եմ շնորհակալ։ Հա, երեխեք, հələ սպասեք, ձեզ էլի բանն ենք տալու։ Էս էլ քեզ։ Մի հատ այդ բանից էլ։ Սրանից էլ նվիրեմ։ Ահա, էս էլ քեզ։ Բայ։ Ահա։ Միքայելն է, սա շատ ապրես Միքայել ջան, համեցեք եղբայր։ Հազիվ նախ բարևում եմ ցավատամ 5-րդ մասիներից ես դու ես։ Այո, ճիշտ է։ Հազիվ այն վախտովուներան կլինեն, այսպես չէր կարող ժողովուրդը, վերևից ավտոմատներով, սենսա։ Ну, հիմա էլ ավտոմատներով մարդիկ կանեն, չի որ չկարում հասնել։ Կարող մարդ մոտի կան։ Այդ ուրիշ բան։ Տենց են կանեն դրանք հետ չի գա։ Դրանք հետ եկան մեզ ուտելու։ Դուք պետք է որոշեք, եղբայր, դուք պետք է որոշեք։ Դուք պետք է որոշեք։ Մուսկուլով ընդեսա ես։ Մեր մոտ է մուսկուլով տղեր կանեն։ Չէ, դե մուսկուլներով ինչ մուսկուլա։ Հասկացանք իրար, շնորհակալ։ Մի րոպե, եթե դեմ չեք, իմ ձեռով փակցնեմ։ Շնորհակալ եմ, եղբայր, շնորհակալ։ Մեկ էլ մատ բան ասեմ, ես աշխատում եմ առողջապահություն, շատ հարգում եմ իրաց։ Ես մի տարի աշխատում եմ, մեկ մտահել է, հիմա գրանցումն է, մտե պրոբլեմ էլի, որ գրանցվեն, ասենք օրինական լինեմ։ Եսին իրա վրա ենք խում սաղորը։ Չէ, ինչքան աշխատավարձը։ Դե աշխատավարձը հանվորի։ Չէ, գոնե մի, հա? 9000։ 9000, ուզում եմ հասկանամ գրանցվեք եւ առողջության ապահովագրության շահառուել լինեք, էլի։ Էդ էլ կլինի 10000-ով կլինի։ Հիմա սեքնդի բանը ընկերության անունը նախ իրանց բանել էլի վնասել ասենք։ Եվ մարդիկ լավ մարդիկ են։ դե Պրոստը իրա վրա Դուք պետք է խոսաք ուրեմն իրանց։ իրանց հետ։ Մանավանդ տեսան, որ ինձ ասեցիք, եթերում էլ ասցիք, գնացեք ասեք, Չէ, դի բիդի անջատ։ Դե արդեն գնացել է, չենք կարող, ինչ անենք։ Հարգում եմ իրանց։ Հասկացա։ Գնացեք ասեք, ձեր իրավունքն է, թող գնաց։ Եթե անկած խնդիր կլինի հեռախոսի համար վերցու, եթե Իրանք խնդիր կնես մարդիկ չեն որ խնդիր լինի, բայց ամեն դեպքում եթե խնդիր լինի կզանգեք քո համարը դու իրան, եթե իրանց հետ դժվար թե խնդիր լինի, բայց շատ լավ, գնացեք։ Բարև եք ձեզ։ Հա, համեցեք։ Ուրեմն իմ կինը 2 տարի առաջ վիրահատվել է, ստամոքսը հեռացել են։ Նորմալ է, բժշկական այդ բանը նշանակեցին երկրորդ կարգ։ Հիմա վատ է, շատ վատ է, պարկասավորուցկա բանը կանում։ Բանը, կարգը փոխել են երրորդ կարգ, չգիտեմ, ինքնստինքյան փոխվել է։ Չկա ոչ մի բան, մենակ 1500 դրամ է տարբերությունը բան։ Ծառայություններից բոլորը ձևով։ Այսինքն նույն ծառայություններից է Նույն օգտվում։ ծառայություն։ Ամբողջության ամբողջության բանվճար։ Առողջությունը տենց խնդիր չկա։ Բարձրացնում են։ 10000, այսինքն 1500 դրամի տարբերություն է ամբողջի մեջ։ Երկրորդ ու երրորդ կարգը։ Եվ դա օբյեկտիվ է, կախված բառով։ Հա, նկատի ունեմ շահագրգռություն չկա, էլի կարևորը առողջությունը։ Շնորհակալություն ցավոթում։ Լավ եք, առողջ եղեք։ Բարև ձեզ։ Սիրելի վարչապետ, շնորհակալ եք, որ այս դժվարին դժոխային փորձությունը ձեզ բաժին ընկավ։ Դուք եք այս Հայաստանի համար ընտրված անոթը։ Մենք կանգնած ենք աղոթքներով, դուք եք գիտենք եւ աղոթներով եւ ձեր գործով։ Շնորհակալ եմ։ Աստված օրհնի։ Բարև եղբայր։ Հաջողություն ձեր գործերին։ Ես քեզ եղբայր։ Շնորհակալ եմ։ Նկարվենք։ Բոլորս ձեր եք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Ում չբարևեցինք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Պարոն Փաշինյան, կարելի է նկարել։ Հա, իհարկե, բարև ձեզ։ Ինչ անունդ եք։ Ռոզանիա։ Ապրես Ռոզանիա։ Հատ նվիրեմ քեզ սրանից։ Այ սենց։ Պարոն Փաշինյան, շնորհակալություն խաղաղություն Հայաստանում հաստատելու համար։ Բարև եղբայր, լավ եք։ Այսօր մեր ընդհանուր ընկերոջ Դավիթ Մատեոսյանը։ Դավիթ։ Հա։ Շնորհակալ։ Իրանք Մեղրի զոհվել են մեր Դավիթի։ խաղաղությունը համար։ Մեղրի Դավիթի։ Հա։ Հա, չգիտեմ։ Մի առաջարկ բանա։ Այս անգամ ընտրվելուց խնդրում եմ այնպեսի կարգավորումներ անել ես, թե օլիգարխիկ համակարգը իսպար վերանա։ Եղբայր, տեսեք, այդտեղ մի հատ նրբություն կա, էլի։ Ընդհանրապես, այո, երբեմն իրավիճակներն են լինում, մեզ թվում է, թե կա մի հատիկ գործողություն, այդ մի հատիկ գործողություն անում ես, որ այդ հարցը լուծվում է։ Իրականում դա գործողությունների շարք է։ Սահմանադրության կարգավորումները այնպես անենք, որ
Սրանք կպրտալու տեղ չունեն։ Դե չունեն էլի, չունեն էլի։ Այդ դերի այդ դերի կախված է սահմանադրություն։ Այո, համաձայն սահմանադրություն։ Դրա համար ուզում ենք կարելի է։ Հա, իհարկե։ Դրա համար նաև նոր սահմանադրության ընդունումը շատ կարևորում ենք եւ հույս ունենք, որ մեր ժողովուրդը այդ հարցին, հա, էսել քեզ։ Այդ հարցին ըմբռնումով կվերաբերվի։ Շնորհակալ եմ։ Լավ եղեք, շնորհակալ ենք ամեն ինչ։ Դուք երրորդ մաս եք ապրում, ստե եք ապրում։ Չէ, նայեցի եկա, չարբա։ Նայեցիք եք։ Այ քեզ։ Լավ է, ստեսություն, բարև ձեզ։ Ուզում եմ ձեր ձեռքով Հաճույքով, շատ մեծ հաճույքով։ շնորհակալ եմ շատ Մարինե Բաղդասարյանին, իստում արդեն ճանաչեցիք։ Շատ լավ։ Վարչապետ։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Լավ, դուք ոնց եք։ Լավ եք, շնորհակալություն։ Նա թերախոսը։ Մի րոպե նվիրեմ սրանից մոտ։ Բանից երեք վզնոցից ավելի հարմար կլինի։ Էսա կնկարվենք։ 18 թվին եմ հետդ քայլել։ Ուրախ եմ շատ, շնորհակալ եմ։ Նկարեք մի հատ։ Իմ վարչապետի հետ։ Շատ գոհ, մեր տնից 8 հոգենք ուտս են ընտրելու ենք։ Ես էլ Իջևանի, Սևքարի հարսև, Ենոքավանի հարսև։ Իսկ Երևանում եք ապրում։ Այո, Չարբախի մետրոյով եկա։ Իհարկե կարելի է։ Ես շատ շուտ եմ ճանաչում։ Շնորհակալ եմ եղբայր։ Շատ հաճելի է։ Բարև եղբայր։ Իհարկե։ Մի հատ մի րոպե այս բանից նվիրեմ, եթե դեմ չեք։ Իհարկե ոչ։